Ժորժան էսի քոյների վերջինն է, որը որ privacy coin-ն է, գաղտնի քոյներն է, այսպես ասած, իր տրամաբանությունը այն է, որ փող փոխանցվի A կետից B կետ ու ոչ մեկ ընդհանրապես չիմանա, թե ոնց արվում, թե ոնց արվում, իրականում չգիտեմ, ուղղակի գիտեմ, որ շատ ավելի բարդ է, քան գտնել Bitcoin-ի, եթե transaction գործարք տեղի ունենա, ինչ որ ձևով կարող է գտնի FBI-ի կամ ինչ որ տենց հատուկ ծառայությունները, այս դեպքում ասում են գրեթե անհնար է նման գործարքը իդենտիֆիկացնել, իրականում շատ չեն, մեծերը Monero-ն է, XMR-ն է կամ Zcash-ն է, ZK-ը, որը որ top 50-ի մեջ են, եթե չեմ սխալվում, երկուսն էլ բավականին օգտագործվում են ու իրանց նպատակը միայն այն է, որ փոխանցումը A կետից B կետ նենց արվի, որ ընդհանրապես մարդիկ չիմանան։ Թե ինչի համար արվում, հարցեր ա լուծում, իրականում չգիտեմ, հետաքրքրում է, կարող եք մտնել, Google անել, chat-ին հարցնել, հաստատ կպատասխանի։ Այս բոլոր տեսակներն էր քոյների, altcoin-ների, որ ուզում էի ձեզ ներկայացնել, ինչի համար, որպեսզի դուք էլ պարզ հստակ հասկանաք altcoin-ների իմաստը որն է, խի է ստեղծվել altcoin-ը ու խի են մարդիկ trade անում։ Այս համար է, որ տարբեր պատճառներ կան, տարբեր տրամաբանություններ կան ամեն coin-ի համար։ Մեզ սովորական առօրյա ուրեմն գործարքների համար պետք է լինելու layer 1, այսինքն Bitcoin, Ethereum, հիմնական blockchain-ների coin-ները իմանալ ինչա, մեկ էլ stable coins-ը, որը որ USDT-ն է, USDC-ն է կամ ինչ որ բանով, որ դուք կարողանալու եք ձեր գումարը պահեք ապահով առանց շուկայի տատանումների ենթարկվելու։ Զուտ դա է։ Այդ երկու բանը, որ իմանանք, բավականաչափ հերիք է մեզ, որ սկսենք աշխատել, հետո հենց որ արդեն մի լուրջ մակարդակի հասնենք, կարող ենք դիտարկել այս մնացած քոյները։ Դեռևս այսքանը։ Մերսի։